Ուղիղ 20 օր է ինչ փրկարարները, ջրասույզներն ու կամավորականները Մարմարիկ գետում 2 տարեկան Տիգրանին էին փնտրում։ Այսօր առավոտյան հրաշամանուկի անշնչացած մարմինը հայտնաբերվել է գետում Հրազդան Ջեկի կամրջի մոտակայքում։ Այժմ Մարմարիկ գյուղում սուգ է, թե երեխայի ընտանիքը, թե համագյուղացիները շոկի մեջ են։ Պատճառը ըստ համագյուղացիների էքստրասենս կոչվածների իրականության հետ աղերս չունեցող գուշակություններն են, գրել է հրապարակ ԿՏԵՄ-ը։ Բանն այն է, որ երեխայի անհետանալու օրը նաև հաջորդ օրերին որոշ ինքնակոչ էքստրասենսներ այցելել են Մարմարիկ գյուղ, որոշ դերասանական բեմադրություն հիշեցնող գործողություններ արել, իսկ վերջում երեխայի ընտանիքին հավատացրել, որ երեխան ողջ է, նրան առևանգել են։ Նույն գործողություններն այդ խաբեբայ էքստրասենս կոչվածներն ամեն օր նաև համացանցում էին իրականացնում, ստեր տարածելով փոքրիկ Տիգրանի մասին, պնդելով, որ նա ողջ է։ Իսկ նպատակը ակնհայտորեն մի բան էր՝ կլիենտ ու լայք հավաքել։ Այժմ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ չարդարացված հույսերի համար երեխայի ծնողները մեղադրում են այդ կեղծ էքստրասենսներին։ Նշենք նաև, որ նրանք այս ընթացքում խանգարել ու մոլորեցրել են նաև փրկարարներին, պնդելով, որ երեխան գետում չէ։ Ուղիղ 20 օր շարունակ 2 տարեկան Տիգրանը դարձավ Հայաստանի ամբողջ հասարակության ուշադրության կենտրոն։ Ամեն վայրկյան մարդիկ աղոթում էին, շունչները պահած սպասում, հույս պահում, որ այս պատմությունն այլ ավարտ կունենա։ Բայց այսօր առավոտյան Մարմարիկ գետը վերադարձրեց այն, ինչ 20 օր շարունակ սարսափով պահել էր իր սառնության մեջ։ Մարմարիկի խոնավ եզրերին Հրազդան Ջեկի կամրջի մոտ գտնվեց փոքրիկի անշնչացած մարմինը, անմեղ ու անպաշտպան, լուռ ու մեղմ, փակված աչքերով, կարծես երազի մեջ էր։ Գյուղը սգի մեջ է, իսկ ավելի ճիշտ դաժան իրականության բախման մեջ։ Այն հույսը, որ 20 օր շարունակ խեղդել էր ողջախոհությունը, հանկարծ փշրվեց, տեղի տալով դատարկության, զայրույթի և խորը ցավի։ Բայց ինչպես միշտ, հայաստանյան ողբերգությունների պարագայում ցավը մենակ չի գալիս, այն իր հետ բերում է մի շարք անհանգստացնող երանգներ, որոնք միայն խորացնում են տառապանքը։ Երբ Տիգրանը կորավ, մարդիկ բնականաբար սկսեցին փնտրել հույս ցանկացած աղբյուրից։ Դա մարդկային բնազդ է՝ հույս փնտրել այնտեղ, որտեղ նույնիսկ տրամաբանությունը հրաժարվում է։ Եվ այդ հույսի փխրուն թելերով սողոսկեցին նրանք ինքնակոչ էքստրասենսները, ովքեր իրենց տեսնում են, զգում, շնչում էներգիան արտահայտություններով մոլորեցրին ամբողջ գյուղը, հատկապես երեխայի ծնողներին։ Երբ քո երեխան անհետացած է ու դու ի վիճակի չես կշռադատել, դու պատրաստ ես նույնիսկ ամպերին հավատալ, իսկ նրանք դա գիտեին, նրանք դա շահագործեցին։ Աչքի առաջ դերասանական ներկայացումներ էին բեմադրվում, աղմկոտ տեսանյութեր, լայվեր, խորհրդավոր շարժումներ, բոլորին համոզում էին, թե երեխան ողջ է, թե առևանգել են, թե պետք է վճռական քայլեր անել բարձր էներգիաների հետ խոսելու համար։ Եվ այդ ամբողջ ընթացքում մարդատար մեքենաներ գալիս ու գնում էին, մարդիկ լուռ հուզվում էին էքստրասենսների բառերից, իսկ գետը լուռ հոսում էր, իր մեջ պահելով սարսափելի ճշմարտությունը։ Այսօր Մարմարիկ գյուղում ոչ միայն ցավ կա, այլ կողոպտված իրականության զգացողություն։ Մարդիկ հասկանում են, որ այս 20 օրերի ընթացքում միայն փրկարարները չէին պայքարում ժամանակի դեմ, պայքար էր ընթանում նաև իրականության ու խաբեության միջև, և ցավոք շատերը ժամանակավոր վստահեցին սխալ կողմին։ Այսօր Տիգրանի ընտանիքը մեղադրում է այդ կեղծ էքստրասենսներին, մեղադրում, որ նրանց հորինած հեքիաթները կուրացրել են աչքերը, թույլ չեն տվել հնարավոր լուծումներին, նայել պարզ տրամաբանությամբ։ Փրկարարների աշխատանքը խաթարվել է, քանի որ նրանք ստիպված են եղել հաշվի առնել նաև այդ տեսնող մարդկանց մոլորեցնող ցուցումները։ Բայց իսկական աղետը ոչ թե փրկարարների աշխատանքին միջամտելն է, այլ ծնողների սրտերին մոլորեցնող կեղծ հույս տալը։ Երբ մարդ հավատում է, որ իր երեխան ողջ է, նրա վիշտն այլ ընթացք է ունենում, իսկ վերադառնալու պահը կրկնակի դաժան է։ Բայց ուր է պատասխանատվությունը, ով է հաշվետու այդ մարդկանց հնչեցրած սուտ կանխատեսումների, նրանց կողմից տարածված ապատեղեկատվության համար, ինչու մեր հասարակությունը դեռ հպարտությամբ ընդունում է նման երևույթները, երբ դրանք ուղիղ վնաս են պատճառում։ Տիգրանի ողբերգությունը սոսկ մի ընտանեկան վիշտ չէ, դա համակարգային բացերի ցցուն հայելին է։ Մինչև այսօր մեզանում ապրում է մի կեղծ պատկերացում, թե հոգևոր և թե առեղծվածային ուժերը կարող են անփոխարինելի լուծում տալ ամեն մի խնդրի։
Մինչև այսօր մենք թույլ ենք տալիս, որ մարդիկ առանց որևէ մասնագիտական նախապատրաստվածության իրենց դիրքավորեն որպես տեսնող, փրկող, սրտի լարեր կարդացող։ Բայց այսօր, երբ գետը վերադարձրել է իր մեջ պահած ճշմարտությունը, պետք է միանգամից ու հստակ ասել՝ լռեք, դուք ովքեր սուտ հույս տվեցիք, շահագործեցիք ցավը, տարածեցիք սուտն ու լայքեր մուրացիք։ Եվ սա պետք է դառնա նախադեպ, որ սա լինի վերջին անգամ, երբ այսպիսի դեպքերի ժամանակ դերասանական խաբեբայությունը ստվերում է փրկարարների ու կամավորների լուռ ու համառ աշխատանքը, որ վերջին անգամը լինի, երբ մոլորեցնող բեմադրությունները կանգնեն մի ողջ ժողովրդի աղոթքի ճանապարհին։ Տիգրանը գնաց, անմեղ, լուռ ու հավերժ դարձավ հիշողություն։ Բայց գուցե նրա գնալու մեջ մեզ պատգամ մնաց սթափվել, տեսնել իրականությունը, գնահատել մասնագիտական հմտությունները, ոչ թե անհիմն հավատքի մառախուղի մեջ կորչել։ Այսօր մարմարիկում սուգ է, բայց վաղը այդ սուգը պետք է վերածվի գիտակցման, որպեսզի երբևէ կրկին ոչ մի մայր, ոչ մի հայր և ոչ մի ժողովուրդ չկանգնի սուտ հույսի կործանարար հետևանքների առաջ։